շարունակում են, այսպես ասենք, մեր հոգևորականները, մեր քաղաքացիները վեհարանում մեզ պաշտպանել էջմիածնում, իրավիճակը շարունակում է լարված մնալ, այսպես ասենք, ուժայինների բոլոր ջոկատները ուղղակի ուղարկված են էջմիածին, ինչ կոչ ունեք, մարդկանց մուտքը էջմիածին կարծես ճանապարհների խոչընդոտներ կան, չեն կարող մարդիկ հասնել, բայց ամենը փորձում են հասնել, եւ եթե դեմ չեք մի հատ էս կադրեր ուղղակի ջոկատին սպեցտազին էլի հատուկ, որ մտել էին, որպեսզի իրենց վայրագությունները թույլ տան եւ ամբողջ էջմիածնով, Գյումրիով մոտավորապես 3-4 ժամ է հնչում են եկեղեցու զանգերը, Երևանում եւս մոտ 2 ժամ է զանգերը հնչում են։ Ձեր կոչը, խնդրեմ։ Բարև ձեզ, ես իհարկե պիտի այստեղ չլինեի, Մարիամ ջան, նախ շնորհակալ եմ հրավերի համար, ես պիտի էջմիածին լինեի, չհաշված եմ, որ մի քանի ընկերներ զանգեցին, հիմա էլ կարող ավիրավորվեցին, որ չեմ եղել, ես պիտի պարտադիր լինեի, նաև այսօր իմ տղայի ծննդյան օրն է, շնորհավորում եմ բոլորին, ես պիտի ընդհանրապես դուրս չգայի, բայց ամեն ինչի վրա սենց մի կողքի ենք դնում ու պիտի գոնե մի ձևով կարողանանք մեր այս ժողովրդին ասենք, որ ժողովուրդ վերջ կանգնենք իրար կողքի, տենանք ես ինչ ենք անում, այո, շատ դաժան է մեր էջմիածնի այսօրվա այդ վիճակը, բացի դաժան լինելը, նաև լուրջ խայտառակ պատմություն է, 4 ժամ հնչելը դա քիչ է, ու նաև պետք է մենակ էջմիածնի զանգերը չհնչի, լավա որ Երևանինն էլ է սկսվել, Գյումրիում, այո, բայց մենք շատ եկեղեցիներ ունենք, որտեղ պիտի սկսվի սարդարապատյան ղողանջները, որպեսզի սարդարապատյան պատվով դուրս գանք այս անարդար ու այս կեղտոտ իրավիճակից։ Ժողովուրդ, ուրեմն ոչ մեկը չեք պատկերացնում, այսօր մի 10% իշխանական թեվ, մեկ էլ մի 7-10% հիվանդագին, չգիտեմ ինչ են ասում, զոմբի, հա, զոմբի ժեխեր, դրել են ու այս ժողովրդին, այս դարերի խորքից եկած ժողովրդին հավասարեցնում են զրոյի։ Եկեք մոռանանք, եկեք այս թրքածիններ կան, ժեխեր կան, զոմբիներ կան, պաշտոնի մեռածներ կան, լիքը մարդիկ կան, այտենց հավաքված մոտ մի 18-20%, որը ժողովրդին կարծես ուժի զորով ուզում են ինչ-որ բանի հասցնել, բայց այտենց չի ժողովուրդ, ես քանի որ մի քիչ շատ եմ շփվում, ոստիկանության մոտ 30-40%-ն էլ է ժողովրդի կողմից, ազգային անվտանգության ծառայություն մի 25-30%-ն էլ է ժողովրդի կողմից, կառավարությունում էլ լիք կան ժողովրդի կողմից, բայց վախենում են, չգիտեմ ումից են վախենում, չգիտեմ ինչից են վախենում, բայց վախենում եմ, համախմբվեք, այսօր, եթե միջև այսօր ինչ-որ մի բան կարողա, չենք կարողացել այդքան մեծ հանդիպումներ, հավաքներ կազմակերպեց, չկարողացանք վերջակետին հասցնել, գոնե այսօր եկեք կանգնենք վեհապարին, մեր Գյումրի թեմի առաջնորդին, այսինքն Աջապահյանին, խնդրել չի կարելի տենց բան ասել, ուղղակի նստենք, խոսանք, ասենք, եկեք առաջնորդեք այս շարժումը, շարժում կա, շարժում այս ժողովրդի մեջ կա, ժողովուրդը ճիշտ է, ես էլ եմ մի քանի անգամ ասում եմ, որ արդեն հոգնել են, բայց այտենց չի, հոգնեն, ավելի շատ հոգնեն, ավելի լավ է, քան ասենք խոսքի մի քանի վաղ հետո կամ թլպատվեն, կամ չգիտեմ մուսուլմանանան, ու լավ իմացեք, դրա այդ եզրին ենք կանգնած, ինձ գիտեք ինչ, այս վերջերս, այս մեր այս երկրի ղեկավարը, որ գնաց Թուրքիա, այնտեղ մեր նոյեմբերյանց են տղեն են լրագրողը, Ոսկանը, մի լավ նոթ էր գրել, ես դա ուրիշներից էլ էի լսել, ով Ստամբուլում բանում բարեկամներ ունեին, ուրեմն ասում է լրիվ թուրքեր են, մի գրագետ մասա, որ կա այդ թուրքերը մնացել են զարմացած, թե
ոնց է որ մեր ղեկավարը այդ Էրդողան կոչվածին, որը որ 100-110 տարի առաջ ուղակի ուզեցել են, կապ չունեն դե Էրդողանը դրանից առաջ ովքեր են եղել կամ ասենք ընդ Թայլատ, մայլատ, սաղ մեկ են։ Եթե մուսուլմանական առաջնորդի դերում են, սաղ մեկ են, նրանք չեն գալի մեր հետ բարեկամանալու, նրանք չեն գալի մեր հետ ապրելու, նրանք գալիս են մեզ ոչնչացնելու, մեր տեղը ապրել, նրանք գալիս են մեր պատմությանը տիրանալու, գալիս են մեր սովորություններին, ադատներին տիրանալու, գալիս են մեր մշակութային ժառանգությանը տիրանալու, դա այլևս փաստ է, ճիշտ է, մեծ մասը Իսրայելի ուղղորդվածության է, բայց կապ չունի, իրար բերանում թքած է ու ուզում են, որ մեր երկրի, մեր ես մի պուչուր Հայաստան մնացածի հերնել անից են, հա, ինչ է ասվում, այնտեղ ասվում է, որ մարդը կանգնում է Էրդողանին ասում է, հա, ինչ է եղել, զինանշանը Մասիսի վրից կվերացնենք, այնտեղ դες մի քանի բաներ է ասում, այն բաները, որ ասենք միջև այսօր նախ տենց բացարձակ չի հնչվել, հետո ասենք տենց ինչ-որ խոսակցություններ արել են, դե պարզա չէ, մի խոսակցություն անում են, հետո արդեն իրականացնելու փորձեր են անում, դրանում ոչ մի խոսք, Այո, եկեղեցին ամեն չի որ 1000%-ով փայլուն իր գործունեությունը անում է, բայց մենք պետք է բոլորը շնորհակալ լինենք եկեղեցուն, եթե մենք հայ ենք կոչվում, որ հազարավոր տարիների խորքից մեզ բերել հասցրել է այսօրվա օրվան։ Այո, կարող է լինեն ինչ-որ սխալներ, կարող է լինեն ճիշտից ավելի լավ ճիշտ բաներ, ինչ վիճակներով այդ նույն եկեղեցին է, որ այդ եկեղեցու շուրջ մարդիկ հավաքվելով եկել հասել ենք այսօրվա այս մի փուչուր մի կտոր Հայաստանը ունենք։ Նաև չմոռանանք Սարդարաբադը։ Այսօր ես չեմ համարում, որ Սարդարաբադյան ղողանջներն է հնչում, առայժմ Էջմիածնի, Երևանի, Գյումրիինն է, ես խնդրում եմ, պահանջում եմ, կոչ եմ անում, այո, Աճապահյանին, Վեհապարին, բոլորին այնով հնարավորություն ունի հայտարարություն անելու ու գործելու, թող Հայաստանի, նույնիսկ թող դրսի մեր եկեղեցիները այդ ղողանջին մասնակցեն, դրսում, Սփյուռքում, եթե ունենք, ոչ թե եթե եկեղեցիներ ունենք, զանգեր ունենք, այդ եկեղեցիները թող մեր այս բոլոր զանգային ղողանջ մի հատ սարքեն Հայաստանով մեկ, գիշեր-ցերեկ, որպեսզի կարողանանք ազատվել թուրքական, չգիտեմ, թե կառավարությունից, ասենք թե այս մեր լինել չլինելու, թե հայկական պետականությունը վերացնելուց կարողանանք գոնե փրկվենք, ժողովուրդ ջան, ես տենց եմ տենում, Երևանում իմանալպետի կառավարության մոտեր են ասում հավաքվելու են, հավաքվեն, Էջմիածին ինչքան ճանապարհ հասնել Էջմիածին նաև։ Իհարկե, երեխեք ջան, էլ չկա Էջմիածին, չկա Երևան, չկա Գյումրի, արդեն լրիվ մի տեղ, մի մեխի պետք է խփենք։ Իհարկե Էջմիածնում ավելի դաժան է այսօր, բայց ավելի արագացնենք, ավելի ուժեղացնենք։ Նորից եմ ասում, Սարդարաբադյան զանգերը պիտի ղողանջեն, մենք բոլորս պատմությունից կարդացել ենք, որ ուզում են բանը Էջմիածնի եկեղեցին ուզում են տանեն Սևանալիճը եւ ինչ որ չգիտեմ ինչ պերեգավորներ բան, բայց այն ժամանակվա կաթողիկոսը Գևորգ կաթողիկոսնա չէ եղել ինչքան գիտեմ, կանգնել ասել միայն իմ դիակի վրայով, հնչացրեք զանգերը, այսօր հենց այդ օրն է, թող այսօրվանից սկսվի, ինչ է նշանակում ասենք քննչական կամ չգիտեմ ազգային անվտանգության ծառայության մարդիկ այսօրվա օրը գնան եկեղեցու չգիտեմ ինչը ստուգեն կամ ինչ է նշանակում երկրի ղեկավարությունը ասի գան մեզ
կաթողիկոսը գաստե մեզ նայ մենք թլպատված ենք էս ինչեր եք ասում էս ինչի հասցրիկ ես երկիրը էս ինչ եք անում ժողովուրդ ջան մի հատ կենտրոնանանք սթափվենք մեզ շարժումա պետք է մեզ շարժումը սկսելա պետք է դե ուրեմն պիտի կանգնենք այնքան որ սևը սպիտակից արդեն կարողանանք առանձնացնել որովհետև սև ու սպիտակ իրանց ասած սև ու սպիտակը չեղավ չկարացին նույնականացնեն ուրեմն պիտի առանձնացնենք սպիտակները սևերին պիտի այլևս դուրս բղեն ասեն գնացեք ձեր գործին նու ես հենց էդ էլի նկատի ունեմ Շարունակվում է, այնտեղ մի մասը ԱԾ-ի և ոստիկանության դուրս եկան, բայց սա հոգևորականների ևս կոչ են անում զգոնությունը չկորցնել, որովհետև այս նզովյալներից ամեն ինչ սպասելի է։ Ներողություն, սա որ մասն է։ Հենց էջմիածնումա, սա Երևանի